հեշտ է գուշակել, միանշանակ խոսք է հայրական տոնի մասին, բայց ամեն ինչից վեր ու ամեն ինչից ավել մեզ համար, երբ ես ու դու ապաշխարեցինք, ճանաչեցինք երկնային հորը, բացարձակապես միտում չունեմ նվազացնելու կամ նսեմացնելու մեր հայրերի, երկրավոր հայրերի դերը, բայց երկնային հայրը դառավ ինձ եւ բոլոր հայրերի համար մեծագույն, լավագույն, օրհնյալ ճանապարհը, ճշմարտությունը եւ առաջնորդությունը։ Եվ յուրաքանչյուր հոգևոր հայր երկրի վրա աղոթքն է, փափագն է, ձգտումն է, որ մի ինչ որ չափով նմանվի երկնային հորը։ Եվ ինչպես երկնային հայրը ոչինչ չխնայեց իր տնից, իր երեխաներից, այսօր Աստված ինձ ու քեզ հայրերիս եւս լցնի այն նույն միտումով, սիրով, առաջնորդությունով, հոգով եւ աղոթներով։ Այսպիսի մի օրինակից պետք է սկսենք։ Միգուցե առաջքի հայացքից ձեզ մի քիչ ոչ տեղին թվա օրինակը, թե ինչ կապակցություն ունի հայրերի տոնի հետ կապված, բայց ինչպես ամեն անգամ եմ խնդրում, թույլ տանք մի քանի րոպեներ ու ժամեր եւ թողնենք, որ Աստծո հոգին խոսի ինձ ու քեզ հետ։ Դպրոցում երկխոսություն կա, մի ծույլ աշակերտի, որ անունը Քելվին է, եւ ուսուցչու հետ։ Իհարկե այս ծույլ աշակերտը ձեռք է բարձրացնում, ասում է օրիորդ, ասում է ինչ է, ասում է հարցում ունեմ ուղղելու քեզ եւ համայն աշխարհին, ասում է ասա մեծամիտ Քելվին, եւ Քելվինը իր հարցը հետեւյալով է սկսում, ասում է ինչ ես ապահովագրություն ունեմ, որ ամեն օր դպրոց եմ գալիս, որ այս դպրոցը ինձի բավարար կրթություն կտա եւ ինձի կպատրաստի, որ առաջիկա կյանք մտնելու մեջ եւ այս 21-րդ դարաշրջանում եւ այս տնտեսական թոհուբոյի եւ այս խառնաշփոթի մեջ ինձի դարձնի մի հաջողակ անձ։ Շատ լավ է հնչվում, չէ՞, այդ մեծամիտ ու ծույլիկ Քելվինի կողմից։ I will need to complete effectively to be tough economy, global economy, որ պատրաստի ինձ, որ ես կարողանամ դիմագրավել այս տնտեսական դժվարին իրավիճակներում եւ հաջողակ անձ լինեմ։ Եվ տեսնում եմ, ոսոր հաջողվել է, բոլոր աշակերտներ ուշադրություն են դարձնում, Քելվինը շարունակում է ավելի ոգևորված եւ հետեւյալն ասում։ Ես ուզում եմ բարձր աշխատավարձ, ես ուզում եմ, որ իմ կյանքում հաջողակ մարդ լինեմ, հաջողակ բիզնեսմեն։ Եվ ուսուցիչը զգում է, որ արդեն Քելվինը չափանց է կացնում, մոտենում է, մատիտով թղթակացնում է, ասում է, երիտասարդ, հիմի ինձ լսիր։ Եվ ասում է, այս ամբողջ օրինակ այս մեկ նախադասության համար է, what you get out of school depends upon what you put into it. Ասում է երիտասարդ, թե դու դպրոցից ինչ կստանաս, կախյալը միանշանակ, թե ինչ ես դնելու այդ դպրոցում։ Ջանք, աշխատասիրություն, ուսումնասիրություն, եւ Քելվին ասում է, oh, then forget it. Oh, եթե աշխատասիրության մասին է, եթե սովորելու մասին է, եթե ջանասիրության մասին է, ոչ, եթե ձրի պետությունը ինձի կտա, ձրի հաջողակ լինելու, հասկանում եք, մի հատ նայի շուրջ բոլորդ, այսօրվա մեր այս երկրում ու հասարակությանը մեջ։ Տեսեք, թե մեր երեխաները կինո աշխարից, դա հայկական սերիալները կլինի, բրազիլյան, թե ամերիկյան, նայեք ու շուրջ բոլորը ու խոսակցությունները, որը տեղի ունենում մարդկանց մեջ, ինչ է ներշնչում առաջերտին մեր ապագա սերունդին, որ դրանցից մեկը նաև Քելվինն էր։ Գիտես, ոչ մի ջանասիրություն, ոչ մի աշխարհասիրություն, ոչ մի աշխատասիրություն, բայց հաջողակ լինել, հարուստ լինել, ճանաչված լինել։ Գիտեք,
Սրտի ցավով այս երկիրը արդեն ինչ հասել է ամենամաքսիմումին։ Ասում են այս երկրում 45% բնակչության welfare է ստանում։ Եվ այդ թիվը ուր կհասնի։ Գիտեք, ասում են պետություն է վճարում։ Պետությունը 1 սենտ նույնիսկ չունի վճարելու։ Էդի ես ու դու ենք վճարում։ Մեր աշխատավարձից պահվածներն է, որ վճարում է։ Պետությունը առնում է, հետո եթե օգտագործում է, իսկ եթե մսխում է, դա իր որոշումն է։ Այս բոլորը կապ ու կապակցությունի հայրերի տոնի հետ, այո սիրելիս, միանշանակ կապ ու կապակցություն ունի։ Գիտեք, որովհետև այս առաջիկա նոր սերունդը նայում է աշխարհին, ապրում է աշխարհի մեջ, բայց նաև ապրում է տանը մեջ։ Եվ ես ու դու որպես հայրը ու որպես հոգևորը հայրը, ես ու դու ծառայություն ունենք իրենց կյանքում։ Եթե նայես, եւ կարծում եմ մենք բոլորս բավարար տարիների փորձառություն ունենք, որ միանշանակ մեկ բան ասենք, այս աշխարհը ամբողջովին մի միտումով է լցված, անտեսելու, ոչնչացնելու հոր կերպարը հասարակության մեջ։ Սիրելիներս, սանից 1 ամիս առաջ մենք տոնեցինք մեր մայրերի տոնը, բայց քանի որ այսօր հայրերի տոնն է, թույլ տվեք մի քիչ ավելի շեշտ ու շեշտադրությունը լինի մեր հայրերի մասին։ Այս վերջի տարիների ընթացքում ես ու դու համոզվեցինք մեկ բանի մեջ, որ հայրը ու հայրական դիրքը ու հայրական արժեքը կորցնում է։ Մի հատ եթե ուշադիր հետևես այն ինչ որը կատարվում է այս աշխարհում եւ այս աշխարհի իշխանի առաջնորդությունով նրանք միանշանակ մեկ նպատակ ունեն՝ նսեմացնելու, անտեսելու ինչը հոր դերը տանը մեջ, ընտանիքում եւ հասարակության մեջ։ Թույլ տվեք մի զավեշտական կատակ, բայց իր մեջ պարունակող լի ու առատ ցավ ու ճշմարտություն։ Մեկին մի հորը հարցնում են. ով է ձեր տան բասը, ով է իշխում։ Ասում է իրականության մեջ կինս իշխում է երեխեքի վրա, ինքն է դաստիարակում, ինքն է հրամաններ արձակում։ Ասում է երեխաներն էլ իշխում են մեր տան շան ու կատվի վրա, նրանք են հրամաններ տալիս։ Ասում է ես էլ որպես հայր մեր հյուրասենակի են անկյունում մի հատ փոքրիկ ակվարիում կա, մի հատ ոսկե ձկնիկ է լողում։ Ես էլ իշխում եմ այդ ոսկե ձկնիկի վրա։ Ինչքան սրտիս մեջ դարդ կա, թափում եմ այդ ոխեշ ձկնիկի վրա։ Ծիծաղում ենք։ Բայց հասկանում եք պետք է ծայրահեղացնենք, որպեսզի արթնանանք, որպեսզի հասկանանք, թե այս հասարակությունը ուր է տանում։ Այս հասարակությունը, այս աշխարհի իշխանը ուզում է փոխի այն ինչ որ Աստված որոշեց, հակառակը դարձնի։ Եվ այս բոլորը ասելուց հետո ուզում եմ ձեզ փաստերով խոսեմ, փաստերով։ Այսօր եթե ուզում ես տվյալներ քեզի հաղորդեմ, թե ինչ է տիրում Ամերիկայի բանտերում, Ամերիկայի բանտերում բանտերի բնակչության երիտասարդ ու պատանիների 80%-ից ու ավելի, գիտեք ովքեր են, նրանք, որոնք ընդհանրապես հայր չեն ունեցել կամ իրենց հայրը շատ շուտ իրենց կյանքից հեռացել է, ոչ թե մահվան, այլ այդ մարդու ցանկությամբ, որպեսի աշխարհը վայելի, որպեսի մեկ ուրիշ ընտանիքի, մեկ ուրիշ կին, մեկ ուրիշ ճանապարհ։ Հասկանում եք, այսօր երեխաները ինչքան ու ինչքան ավելմոր, բայց նորեն եմ ուզում ասել, այսօր հայրերի տոնն է եւ ուզեմ թե չուզեմ շեշտադրությունը հոր վրա է, հոր արժեքը։ Մի տեսակ, գիտեք քանի միլիոն, ասում են 15 միլիոնից ավելի single մայրեր կան, այսինքն ընտանիքներ, որ միայնակ մայրերով են ընտանիքը կառավարում, մնում են, ապրում են, սովամահու չեն լինում, այո, բայց հետո արդյունքը բանտերի 80% բանտարկյալները նրանք են, որ այդ ընտանիքներից են, ինչ տարիք առնում, հասակ առնում եւ դուրս գալիս հասարակության մեջ։
Այնպես որ թեկուզ հասարակությունը փորձում է ամբողջովին ծածկել ու նսեմացնել հորդերը, բայց հորդերը իրականը, որովհետև ես ու դու չենք որոշել, երկնային Հայրն է որոշել, հոր եւ մոր, եւ ընտանիքի, եւ հասարակության բջիջի դերը։ Ես հիշում եմ իմ գործից տեղը 605-ի վրա այսպիսի մեծ մի ցուցանակ կա, գիտեք, հաճախ օգտագործում են գովազդների համար։ Եվ այդ ցուցանակ երկար ժամանակակախված է մի տղա է եւ երկու ճշմարտություն։ Ասում է այս տղա մի պատանի երիտասարդի նկար է։ Ասում է այս տղան եթե դպրոց շարունակի գնալ, պետությանը ծախս է նստելու տարեկան $9,000։ Բայց եթե հանկարծ այս տղան հայտնվի բանտում, պետության վրա ծախս է նստելու $69,000։ Որն եք ընտրելու։ Որ մի ծնող չի ուզի, որ երեխեն հաջողակ լինի, դպրոց գնա, հասակ առնի, եւ վաղը մյուս օր եւ իր ընտանիքին, եւ իր կյանքում, եւ իր հասարակության, եւ իր երկրի, եւ իր եկեղեցու համար ինչ լինի, օգնություն լինի, բաժին լինի, շնորհք լինի, նշան լինի, նմուշ լինի, օրինակ լինի։ Ով չի ուզում, ամեն մեկս էլ ուզում ենք, բայց այսօր հասարակությունը չի կարող թմկահարել երկու թմբուկ, չի կարող նսեմացնել հոր դերը ու միաժամանակ սպասում ունենալ, որ մեր բանտերը դատարկվի, որովհետև մեր ընտանիքների մեջ հոր արժեքն է արժեքազրկվել։ Եվ արդյոք դա մեզի հուսահատ է դարձնում, ոչ եւ քավ լիցի, որովհետև սիրելիներս ուզում եմ ես մի հատ պարզ ճշմարտություն քեզի ասել։ Բոլորս 20-30 տարի հետ գնանք ու համեմատենք այսօրվա ասածների հետ։ Ես բազում ու լեցուն օրինակներ կարող եմ քեզի ասել, թե հասարակությունը այս տարիների ընթացքում ինչպես փչացրեց եւ ինչպես աննշմարելի դարձրեց հոր արժեքը։ Եթե չես հավատում, ուշադիր լսիր Քլինթոն տիկնոջ խոսակցությունը, նրա ամբողջ ուժը ու կարողությունը, նրա ամբողջ քաղաքական այդ ամբողջ պլատֆորմը գիտեք ինչի վրա է կառուցված, single մայրերի, միայնակ մայրերի, եւ նա հպարտությամբ խոսում է իր խոսքը ուղղում։ Հասկանում եք սիրելիներս, բայց եթե դու աշխարհին լսես, աշխարհը քեզ կմոլորեցնի։ Դրա համար Աստված մեզի խոսք տվեց, որպեսզի խոսքը լինի մեր կյանքի ու ապրած օրերի ինչը, լույսը ու առաջնորդը։ Մենք լսում ենք այս աշխարհը, բայց այս աշխարհի ազդեցության տակ իրավունք չունենք ընկնելու։ Որտեւ այն երկվարկյանի, որ աշխարհը մեզ բռնեց, աշխարհի նպատակը եւ այս աշխարհի իշխանի նպատակը, որ մեզի անհույս դարձնի, ընտանիքը քայքայի եւ մեզի արժեքազուր կանի, հայր ես, մայր ես, երեխա ես, այս հասարակության ով ես։ Հասկանում եք, որովհետեւ ասում են, երբ որ ամեն բան քաոս ու շփոթ, հեշտ է կառավարել։ Այդպես չի, ասում են ջուրը պղտորում են, որպեսզի կարողանան ինչ անեն, ձուկը որսան։ Այսօր քաղաքական գործիչներին կայուն հաստատուն ընտանիքներ պետք չի, որտեղ կայուն եւ հաստատուն ընտանիքները գիտեք ինչ են անում, ճիշտ որոշում են անում։ Իսկ ճիշտ որոշման դեպքում այդ խարախուռա քաղաքական գործիչները չեն ընտրվի։ Այնպես որ այս աշխարհի նպատակը իմ ու քո նպատակը չի, նրանց որոշումը իմ ու քո որոշումը չի, նրանց ընտրությունը իմ ու քո ընտրությունը չի, իմ ու քո ընտրությունը Աստծո ընտրությունն է։ Այն ինչ որ Աստված ինձ ու քեզ թողեց ժառանգություն Աստծո խոսքի մեջ։ Եվ այսօր ես ու դու մի անգամ եւս կհամոզվենք ու այո ու ամեն կասենք։ Եսեք ես 20-30 տարի հետ գնացի։ Այս գիրքը ու այս գրքի իրականությունը 10,000 տարվա պատմություն է։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց որևէ մեկ բառ, որևէ մեկ տառ, որևէ մեկ նախադասություն, որևէ մեկ կետադրություն, որևէ մեկ քերականության արժեք փոփոխվել է այս գրքում։ Չէ։ Ինչու՞, որտեղ մեր Տերն անփոփոխ ու նրա խոսքն անփոփոխ ու նրա խոսքերը ասեց ամեն բան կիրականանա, մինչև որ երկինք ու երկիրը ոչնչանա։ Գիտեք սիրելիներս, եթե ես ու դու որը լսել ենք, ճաշակել ենք, հավատացել ենք ու ընդունել ենք Տերը երկնքում ու Տերը մեր սրտի մեջ, եթե մի անգամ եւս թողնենք մեր որոշումը ու դառնանք դեպի աշխարհը, մի քիչ առաջ ովքեր որոնք ներկա էին, մենք ընթերցեցինք 16-րդ Սաղմոսը ու 16-րդ Սաղմոսի մեջ Դավիթը այդ հեղինակ ասեց. «Վայ նրանց, որ օտար աստվածներ են պաշտում»։
նրանց կյանքը դառնությունով պիտի լսվի։ Սրանք վաղ չեն սիրելիներս, սրանք բարձ խոսքեր են, ճշմարտություններ, որ դու ընտրություն ունես սիրելիս, եթե անտեսում ես խոսքը, արհամարում ես, թե ամուր ես բռնում ու քեզ համար ինչ ես անում, ճանապարհի լույս դարձնում։ Հոր արժեքը եւ fatherhood maybe have changed in our society, բայց Աստծո խոսքի տեսանկյունով ոչինչ չի փոխվել։ Տիրոջ խոսքը, երբ որ երկինքն ու երկին էր ստեղծում, երբ որ ստեղծագործություն տվեց Ադամին ու Եվային, ու Ադամին կանչեց տան տղամարդը ու Եվային կանչեց տան կինը, մայրը, նրանց արժեքը ու նրանց դերը երբեք իրար չհակասեցին, այլ ամեն մեկը իրենց դերը, արժեքը ու նշանակություն ունեցավ։ Այսօր այս աշխարհը ու այս հասարակությունը գիտես ինչով է խաբում, ասում է որ դրանք բախվում են, դրանք երբեք չեն բախվել։ Աստված անմիտ Աստված չի, թող Տերը իզների, Տերը լի արժեք ու լի իրավ տվեց արժեքը մորը ու կնոջը ու լի իրավ ու լի արժեք տվեց հորը եւ հայր կոչվելու իրավունք ու տղամարդ։ Այսօր չզարմանաս, որ ամբողջ երկիրը տակնու վրա է եղել, որովհետև ինչ որ ձևով մի խումբ միասեռականների վնաս է հասել։ Ցավը, տխրությունը, մահը, կորուստը, բայց տեսեք հետևանքը։ Իսկ մի քիչ, մի քանի հազար մղոն այն կող տասնյակ հազարավոր քրիստոնյաներ հանուն միայն նրա, որոնք քրիստոնյա են, մեռնում են Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում, եւ ոչ մի աղաղակ, աղմուկ, պարոն պրեզիդենտը չի գնում Օրլանդո այցելություն անելու, չի գնում Իրաք, Աֆղանստան, Սիրիա։ Նրա համար շատ ավելի ցանկալի, հաճելի ծափահարությունների արժանի է գնա Օրլանդո եւ միանա այդ սքավորներին։ Հասկանում եք սիրելիներս, մի պահ պետք է մենք կարողանանք մեր հայացքը աշխարհից փոխենք ու Տիրոջը նայենք։ Ես չգիտեմ այսօր դու ինչի համար ես եկել։ Բայց Տերը ու դու ձեր մեջ որոշումն է, որ ամեն բան հաստատում է։ Եթե եկել ես որ Տիրոջ հետ հանդիպես, ուրեմն ես կասկած չունեմ որ կհանդիպես։ Բայց եթե մեկ ուրիշ նպատակ կա, ես ոչ կարող եմ քո սրտիդ եւ ոչ էլ կարող եմ քո մտքիդ մեջ ներթափանցեմ։ Ամեն մեկս մենք որոշում ունենք։ Աստվածաշնչի ծննդոց գրքի մեջ, որ առաջի գիրքն է, այսպիսի մի պատմվածք, այսպիսի մի հատ իրականություն կա։ Վստահ եմ մեզանից շատերս այդ մասին գիտենք, տեղյակ ենք եւ բազում քարոզներ ենք լսել, բավականին խրթին իրավիճակ է։ Խոսքը Իսահակի մասին է։ Իսահակը Աբրահամի խոստման որդին էր։ Խոստման, որտեղ այնտեղ երկրորդ որդի եւս ծնվեց, որը կոչվեց Իսմայել։ Բայց Աստված որոշել էր Իսահակին եւ ոչ թե Իսմայելին։ Իսմայելը որոշվեց մարդը, իսկ Աստված որոշեց Իսահակը։ Ու երբ որ Իսահակը տարիքն առավ ու ամուսնացավ ու Ռեբեկային հարստացու բերեց Աբրահամը իր տղային, Աստված նրանց օրհնեց եւ երկու տղաներով ինչ արեց, օրհնություն տվեց Եսավը ու Հակոբը։ Այս սուրբ գրքի բավականին խրթին հատվածներից մեկն է։ Բայց այսօր իմ նպատակը պարզաբանել թե Հակոբը ու Ռեբեկայի առաջնորդությամբ ճիշտ արին, ճիշտ չարեցին, ինչպես եղավ այդ բոլոր, բացարձակապես դա չի։ Այս վերլուծությունը դու ոչ միտեղ չես լսել, որտեղ իմ վերլուծությունը չի։ Այդ վերլուծությունը արված է մի գրքից, որը կոչվում է The Blessing։ Չգիտեմ այս մարդու անունը լսել եք, այս մեկի մասին ես շատ եմ լսել, Gary Smalley։ Gary Smalley-ն հովիվ չի, քարոզիչ չի, բայց գիտությունների մանկավարժական եւ հոգեբանության գիտությունների դոկտորա ունի։ Իր տիտղոսը չի որ զարմացնում է, իր ծառայությունն է, որ իր տարիների ապրած օրերի մեջ նա բազում գրքերի հեղինակ է ու բոլոր գրքերը միանշանակ խոսում է ինչի։ Ընտանիքի մասին, հոր արժեքի մասին, մոր արժեքի մասին, երեխու արժեքի մասին։ Գերի Սմալին իր հոգին ավանդեց ամենը 3 ամիս առաջ։
75 տարեկանում մահացավ մարտ ամսին։ Բայց իր գրքերը կան եւ այդ գրքերից մեկը, որը կոչվում է The Blessing, օրհնություն, զարմանալի վերլուծություն անում այս դիպվածի հետ։ Այն ինչ որ կատարվեց եւ այդ կատարվածի մեջ մի տեսակ Եսավը դուրս է գալիս այդ բեմականացումից։ Ամբողջ երկխոսությունը կատարվում է Իսահակի եւ Հակոբի մեջ։ Հակոբը, որը Իսահակին թվում էր, որ Եսավն է։ Եվ այսօր ես ու դու պետք է համոզվենք ու զարմանալի ձևով Գերին, երբ որ այդ վերլուծություն էր անում Աստծոց առած ու օրհնված, այսպիսի մի հատ գեղեցիկ բան ասում։ Ասում է այս 4 հատվածների մեջ, երբ որ ես կմեկնաբանեմ ու կբացատրեմ երկխոսությունը Իսահակի եւ Հակոբի մեջ, եթե այդ ինչը որը խոսվելու է, եթե այսօր մեր տների մեջ ու հոր ու որդիների մեջ իրականանա, այդ որդին հեռու չի գնա։ Այդ որդին հանկարծ դուրս չի գա հասարակության մեջ ու դառնա գող, ավազակ, մարտասպան, որ այսօր զարմանում են, այդ ինչի այդպես եղավ։ Դա միանգամից չեղավ։ Դրանք դառը սերմերի պատուղներն են, որ այսօր հասարակությունը առնում է։ Մի պահ զարմանում է ու հետո հաշտվում է, հետո մարսում է ու հետո շարունակում է ապրել։ Իմ ասելիքը չէ թե ես ու դու էլ գնանք մեռածների հետ ընկնենք ու մեռնենք։ Իմ ասելիքը նա է, որ ոչինչ պատահական չի լինում։ Պատահականություններ չկան, ամեն ինչի համար պատճառ կա ու մեկնաբանություն։ Ու զարմանալի ձևով Գերի Սմալին The Blessing գրքի մեջ հետաքրքիր ձևով մեկնաբանություն է տալիս այս երկխոսությանը մեջ։ Եթե քեզ այդ Աստծո խոսքը բերել ես, կուզեմ որ միասին բացանենք Ծննդոց գիրքը, Ծննդոց գրքի 27-րդ գլուխը, Genesis chapter 27, եւ մենք այդ հենց այս էջի վրա մնալու ենք։ Եվ մի քիչ մեր գործը ավելի է հեշտանալու, որպեսզի ժամանակը կարողանանք շահենք եւ այն ինչ որ ունենք այսօր խոսելիք խոսենք։ Ուզում եմ միասին Ծննդոց գրքից 27-րդ գլխի 22-ը, հետո 26-րդ համարներ ընթերցենք։ Նորեն եմ ես ուզում ասել, այսօրվա մեր քարոզչության նպատակը, այսօրվա մեր թեմայի նպատակը բացարձակապես Սուրբ գրքի այն վերլուծությունը չէ, թե Հակոբը ու նրա արածը ճիշտ էր թե սխալ։ 22-րդ համարն ենք ընթերցում։ Եվ Հակոբը մոտեցավ իր հայր Իսահակին եւ նա շոշափեց նրան եւ ասեց. Իսահակը շոշափեց նրան։ Ինչու է շոշափում, դա չէ էականը, բայց փաստը մնում է, որ շոշափեց նրան։ Եթե Աստծո խոսքին ծանոթ ես, նա շոշափում էր, որպեսզի տարբերեր Հակոբն է, թե Եսավն է։ Բայց ինձ համար այսօր իրականը ու վերլուծականը, որ Իսահակը կանչեց Հակոբին, այդ որդուն, որ իր համար ինչ էր, խորտիկներ էր պատրաստել ու նրան շոշափեց։ Եվ 26-րդ համարում, նույն գլխի 26-րդ համարում, եւ նրա հայրը Իսահակն ասեց. մոտեցիր ինձ եւ համբյուրիր ինձ։ Երկու զարմանալի մի բան՝ շոշափել, դիպչել, գրկել ու համբյուրել։ Հրեական սովորության մեջ, որ շատ չի տարբերվում մեր հայկական սովորությանը, ամեն անգամ երբ որ երկուսը, հատկապես հայր ու որդի, հայր եւ դուստր, ուզում են օրհնեն, նրանք գրկում են, շոշափում են, ձեռնվում են ու համբյուրում են եւ օրհնում են։ Իսահակի նպատակը նրան գրկելը ու շոշափելը ու նրան համբյուրելը ու համբյուրվելը օրհնության պատճառն էր։ Ամեն անգամ, երբ որ մենք ավարտում ենք մեր կիրակնորյա պաշտամունքը կամ մեկ ուրիշ շաբաթվան մեջի պաշտամունքը, վերջում ինչ ենք անում։ Ասում են, հաղորդակցվում ենք միմյանց հետ։ Ինչպես ձեռնվում ենք, գրկում ենք եւ ոմանքս եւս համբյուրում ենք։ Ինչու համար։ Ինչու փողոցից անցնող օտարականին դու չես ձեռնվում, չես գրկում, չես համբյուրում։ Որովհետև մենք ուզում ենք, որ ամեն անգամ մեր
այդ մտերմությունը ու հաղորդակցությունը ինչ անենք, արթուն պահենք, իրական պահենք, հասկանալի է սիրելիներս, և դրա համար մեզ ու հրյաների և ավելի շատ արևելյան ժողովրդի մոջ ընդունված է գրկելը, համբուրելը և օգնության պատճառ լինելը։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ, երբ որ մեր տանը մեջ, ձեր տանը մեջ ինչ է անում, երեխա է ծնունդ առնում։ Սրանից 2 ամիս առաջ երևի մենք ներկա եղանք, վկա եղանք, 2 առանձին առիթներով ծնողներ բերեցին իրենց նորածին մանուկներին ինչ, հանձնելու Տիրոջը։ Եթե հիշում եք, եթե չէ, ես հիշեցնեմ, մինչև այդ փոքրիկի և ծնողների համար աղոթելը և յուղով օծություն անելը, ես Սուրբ գրքի որ հատվածից օրինակ բերեցի, Մարկոսի 10-րդ գլխից։ Ինչ է գրում Մարկոսի 10-րդ գլխի մեջ։ Ասում է ծնողները իրենց երեխաներին առնելով տանում էին Քրիստոսին, որպեսզի Քրիստոսը ինչ անի, որպեսզի Քրիստոսը նրանց վրա ձեռք դնի և նրանց ինչ անի և նրանց օրհնի։ Զարմանալի մի բան է, բայց օրհնյալը երկնքում և օրհնյալը երկրի վրա։ Տերը ասում է նրանց առավ այդ մանուկներին, իր գիրկը նստացեց ու դիպչավ ու օրհնեց նրանց։ Եվ Աստված այդ օրինակը թողեց, որ ես ու դու որպես հայրը, որտեղ մայրերը ինքնըստինքյան առավոտից գիշեր հպվում են, շփվում են, համբուրում են։ Մենք հայրերս ենք, որ չգիտես ինչու, թե ինչպես դժվարություն ունենք գրկելու, համբուրելու և ինչու չէ, նաև մեր սերը արտահայտելու մեր երեխեքին։ Լավ սովորություն է, բացարձակապես ոչ։ Հետո փոշմանում ենք, այո, հետո ուշ է, այո, հետո ուշ է։ Հետո մեր երեխեքը մեծացել են, իրենք են արդեն հայր ու մայր դարձել։ Հասկանում ես, այն ինչ որ այսօր կարող ես անել, նույնիսկ վաղվա չթողնես, որտև վաղը միգուցե ուշ լինի։ Այսօր ինձ ու քեզի առիթ է տվել, ինձ ու քեզ Տերը հայր է կանչել, ինձ ու քեզի կոչում է տվել պաշտոն, ծառայություն, հոգս, հոգատարություն, որ մեկ մեր երեխեքին գրկենք ու համբուրենք և մեր հայրական սերը արտահայտենք։ Նորեն եմ ուզում շեշտել, մայրերի համար ոնց որ դա օրինաչափ է, դա ինքնըստինքյան է, դա բնական է, բայց մեր հայրերիս համար խորթ է ու դժվարին։ Պիտի սովորենք, որովհետև մի օր կուզենք ու կկորցնենք այդ առիթը։ Այն ինչ որ Տերը մեզ տվել է գրկելու, հպվելու, համբուրելու և օրհնելու, էդի Տերը մեզ տվել է, բայց ինչ որ ես ու դու ենք անում ու չենք օգտագործում, ու չենք օրհնում, ու չենք համբուրում, ու չենք սիրում, ու չենք գրկում, ու մեր երեխեքին մեզ հետ մաս ու բաժին չենք կազմում, դա մեր տկարությունն է։ Մի եք ուրիշ օրինակ ևս, երեխան ծնվում է, նորածին է, կարող ես նրա հետ հաղորդակցվես, նրան բառեր ասես, նրան խրատես, նրան դաստիարակես, նրան քաջալերես ու նրան պատժես։ Իհարկե ոչ, ինչ ես անում, առավոտից գիշեր նրան գրկում ես ու համբուրում ես։ Ինչ ես ուզում անել, ասելու այդ նորածինին, որ դու սիրում ես ու դա քեզ համար ինչքան կարևոր է ու էական է։ Դու պապիկ տատիկը լինես, թե հայր է մայրը։ Ինչ ենք անում, դեռ ծնված օրվանից այդ երեխուն միանշանակ մեկ բան ենք ասում, որ դու մեզ համար հրաշալի ես, որ Աստծո օգնություն ես, Աստծո տրված գանձն ես, և մենք քեզի սիրում ենք վեր ամեն ինչից։ Ի տարբերություն, եթե հիշեք, ամիսներ առաջ իմ օրինակներից մեկում հիշեցրեցի այդ փոքրիկ տղա երեխին, որ երեկոյան ժամը 6-ին նրան մեռած գտան աղբամանում։ Մայր այնքան էր ծեծել։ Հասկանում եք, այսօր Աստված մեզի օրհնել է ծնող և հայր լինելու։ Այդ օրհնությունը չպահենք, այլ տանք, որովհետև արժե տալ, քան թե առնելը։ Դուր, օրհնիր, համբուրիր, թող երեխան, քո երեխան իրեն զգա special,
առանձնահատուկ Աստծո ընտրած եւ այդ տան մեջ ընտրված։ Գիտեք, այս օրինակները ես բերեցի մի քիչ, որպեսզի ձեզ զգացմունքները եւ ձեր մտքերը շարժեմ եւ ձեզ քնից արթնացնեմ եւ ձեր ուշադրությունը ուղղեմ իմ խոսքի վրա։ Այն ինչ որ տեղի էր ունում Իսահակի եւ Հակոբի հետ, նրանց տարիքային տարբերությունները տարբեր էր, այն ինչ որ ես եմ նկարագրում, բայց գիտեք ինչ, սերը տարիք չի ճանաչում։ Եվ մինչև խորը ծերություն, սկսած այն օրվանից, որ Տեր եկավ ու մեր կյանքը փոխեց, մենք կարիք ունենք սիրելու հորը ու սիրելու մեկս մյուսին։ Եվ այդ սերը սկսում է որտեղից սկսում է մեր տնից, մեր երեխաներից։ Եվ որպես հայր, դա մեր մեծագույն ծառայությունն է։ Սա առաջին էր, the first ingredients, it was a meaningful touch։ Առաջի այդ էական ու կարևոր նշանակությունը մեր կյանքի ապրած օրերի մեջ ինչն է, երբ որ մենք հպվում ենք, դիպչում ենք եւ այդ հպվելու ու դիպչելու, սիրելու, օհամբյուրելու, գրկելու նպատակը, որ դիմացինին ասենք, որ դու ինձ համար արժեքավոր ես, դու ինձ համար օգնություն ես, դու ինձ համար օգնություն ես, արժեք ես։ Երկրորդ հատվածը, որը ընթերցում ենք, նույն գլխի 27-րդ գլխի 27-րդ համարը։ Եվ նա մոտեցավ եւ համբյուրեց նրան, եւ նա հոտած նրան հանդերձների հոտը եւ օշնեց նրան եւ ասեց։ Ուրեմն երկրորդ ոնց որ քայլը, երբ որ Հակոբը մոտեցավ եւ Իսահակը գրկեց ու համբյուրվեցին, հետո ասում է Իսահակը հոտոտեց նրան, հոտն առավ նրանից եւ հետեւյալ ասեց. Տես իմ որդու հոտը, այն արտի հոտն է, արտը դաշտն է, որտեղ վար ու ցանք էին անում։ Այսօր եթե ես որպես հայր իմ երեխուն ասեմ, որ քո վրայից փողոցի հոտ է գալիս, իհարկե ինչ կլինի, կնեղանա, կվիրավորվի, բայց այն ժամանակ, այն հատվածը, որ ես ու դու վերլուծում ենք, մարդիկ ապրում էին ինչով, իրենց ցանածով։ Եթե իրենց գյուղատնտեսությունը, եթե իրենց ցանածը բարիք չբերեր, նրանք սոված կմնային։ Սուպերմարկետ չկար, ոչ մի տեսականի, որպեսզի գնային ու օրվա ու շաբաթվա համար գնումներ անեին։ Ամեն օրհնության տանը, գիտեք որտեղից էր գալիս, դաշտից։ Դաշտ նշանակում էր կյանք, նշանակում էր օրհնություն։ Ու երբ որ Իսահակը Հակոբին ասում էր, որ քո վրայից դաշտի հոտ է գալիս, այսօր մենք բոլորս ուզում ենք, որ մեկս մյուսից լսենք ինչ, որ իմ վրայից գալիս է ամենաթանկարժեք օծանենիքների հոտը, եւ մենք չենք խնայում ոչ մի գումար, որպեսզի գնենք ամենալավագույնը, պետք է անպայման ֆրանսիական լինի, պետք է այնպիսի մի անուն լինի, որ ոչ մեկը չի լսել, Gucci, եսիմ ինչ, Dolce կամ, դրանք հասարակներ են արդեն, եւ մենք փորձում ենք ու փնտրում ենք ու զարմացնում ենք մեր օծանելիքներով եւ այդ բազմազան հոտերով, շատ ցանկալի է, բայց այսօրվա նյութը մեկ ուրիշ մեկ բան էր, հոտը ինչ էր նշանավորում, ինչ էր արժեքավորում, երբ որ Իսահակը մոտեցավ ու գրկեց ու համբյուրեց ու հետո հոտոտած ու ասեց իմ տղայից վրայից դաշտի հոտն է գալիս, այսինքն ես քեզի մեծարում եմ, ես քեզի օգնում եմ, ես քեզանով հպարտանում եմ։ Այսօր սիրելիներս հաճախ մենք որպես ծնող նաև մի քիչ արագ ենք մեր որոշումների մեջ ու դժբախտաբար սխալ որոշումների մեջ, երբ որ փորձում ենք ինչ անելու մեր երեխաներին քննադատելու, ասում ենք տխուր ու ցավալի, you are dumb, you are lazy, you are fat, դու դմբո ես, դու անխելք ես, դու անգրագետ ես, դու ծույլ ես, ոչինչ չես ուզում անել։ Եվ այդ բոլորը գիտես ինչ է անում, քաջալերում է քո որդուն, սրտի ցավով պիտի ասեմ ոչ, քեզ հեռացնում է քո որդուց։
Ու գիտես որդուդ որոշումը ինչ է, աշխարհում է։ Եվ որ ես ու դու որպես ծնող ու որպես հայրը, եւ որ ես ու դու պետք է ինչ որտեղ մեր լեզուն կծեինք ու արտահայտվում ենք, դրանով չենք շահում։ Դրանով մեր ուժը ու կարողությունը չենք արտահայտում։ Դրանով չենք ասում, որ այս տանը իշխանությունը այդ ոսկե ձկնիկի վրա չի, այլ ցես բոլորիդ վրա է։ Մենք մեզի տղամարդ զգալով աստիվաշ չենք մեր կնոջը ու մեր երեխաներին նսեմացնենք, որպեսզի դրանով արտահայտվի մեր տղամարդ լինելը։ Սխալվում են, իսկ ես ու դու չենք սխալվել։ Վստահ սխալվել ենք։ Իմ ասելիքը չէ, որ բոլոր մեր երեխաների սխալների վրա աչք փակենք։ Ու մի օր կտեսնենք դառը պտուղը, ու այդ ժամանակ ուշ կլինի։ Իմ ասելիքը նա է, որ փոքրիկ ու աննշմարելի բաները եկեք լուն ուխտ չդարձնենք։ Եկեք մի պահ առիթ տանք, որ երեխեն ինքը զգա իր տկարությունը ու իր սխալը։ Եվ ինչ անի, իր մեջ ուժ գտնի նորոգելու ու վերականգնելու։ Եկեք օրինակ լինենք, բաժին լինենք, օրհնություն լինենք։ Ասենք, որ իմ տղայից ու իմ աղջկանիցս օրհնության հոտ ա գալիս։ Ու ես նրան վայելելով օրհնվում եմ, որ Տերը նման օրհնություններ ա ինձի տվել։ Յոթերորդ գլխի 28-րդ համարը։ Եվ Իսահակը շարունակեց ասելու. Եվ Աստված տա քեզ երկնքի ցողիցը եւ երկրի պարարտությունիցը եւ ցորենի եւ գինու առատությունիցը։ Որ մի ծնողը չի ուզում, որ իր երեխան ինչ լինի, հաջողակ լինի։ Հաջողակ իր կյանքի մեջ, իր ընտրության մեջ ամուսնական, հաջողակ իր բիզնեսի մեջ, հաջողակ ամեն ծնողի փափագը, երազը, կարոտը, բայց սա էր Աստծո ուզածը մեզանից որպես ծնող, կարծում եմ շատ ավելին դրանից։ Գիտեք, որովհետև վերջը որպես հոգևոր ծնող, մենք ինչ-որ չափով և ինչ-որ որակով պետք է տարբերվենք այս աշխարհի ծնողներից։ Եթե այս աշխարհի ծնողը ևս ուզում է, որ իր երեխան հաջողակ լինի, ճիշտ ընտրություն ունենա, լավ ընտանիք կազմի և ամեն բան բարեհաջող գնա, և նույնը ես ու դու ենք ցանկանում, ապա մեր որակային տարբերությունը, մեր հոգին, աղոթքը, աստվածապաշտությունը, ապաշխարությունը, դարձը, բայց դրանք բոլորը ուր գնացին։ Աստված հայտնվեց մեր կյանքի մեջ, որ մեկ նոր բան մեզի սովորացնի։ Եվ այդ սա է, որ այդ երեխան, որ ես քեզ պարգևել եմ, քո սեփականությունը չի, այլ իմ օրհնությունն է։ Այն գանձն է, որ Տերը տվել է մեզի, որ մենք կարողանանք ճիշտ վերաբերվենք նրանց հետ։ Եվ ամեն անգամ, երբ որ այս տողերը կկարդաս, հիշիր այն մեկնաբանությունը, ոչ թե ինձնից ես առնում, այլ եղբորից, որ այսօր երկնքում Տիրոջն է վայելում։ Գերի Սմանի շատ զարմանալի ձևով այս տողերը հետևյալն է մեկնաբանում։ You are special, so God will give you the best He has to give, and teach our children. You are so valuable that God even came into our world and died on the cross for you. Մենք մեր երեխային պետք է արժեք սովորեցնենք, եւ այդ արժեքը պետք է չսահմանափակվի այս երկրի վրա ապելու եւ հաջողակ կյանք ու հաջողակ ընտրություն եւ հաջողակ ամուսնություն ունենալու։ Մեր մեջ, երբ որ մենք հավատացյալ դարձանք, մեր մեջ բացվեց հոգու ճշմարտությունը։ Մարդը մեռնելուց չի մեռնում, այլ ննջում է, որպեսզի արթնանա երկնային թագավորությանը մեջ։ Եվ այն ինչ որ դու ու ես որպես հոգևոր ծնունդ ու որպես հոգևոր հայրը ճաշակել ենք, մենք դա եւս պետք է մեր երեխեքին սնուցանենք։ Այսօր աշխարհի
ծնողների համար, հայրերի համար դրանից ավելի լավը չկա, որ իրենց երեխան իրանցից 10, 20, 100 անգամ ավելի հաջողակ լինի, ավելի հարուստ լինի, ավելի ճանաչված լինի, բայց արդյոք դա է իմ ու քո ուզածը եւս քավլիցի, ոչ, որովհետև մենք մեծ ու շատ ավելի մեծ նպատակի համար ենք ապրում, մենք ապրում ենք երկնքի համար, այս երկրի վրա քայլելով Եվ ուզում ենք, որ մեր երեխաները ապրեն նաև այն կյանքով, որ ես ու դու ենք ապրում։ Այսինքն միայն մեր խոսքերը չի, խոսքերը իր դերը ու նշանակով, այլ նաև մեր կյանքն է ու հիշեցնելով հաճախ մենք մեզի ու մեր երեխաներին, եթե Քրիստոս իր աստվածային կյանքը չխնայեց, որպեսզի իմ ու քո կյանքը ինչ անի, արժեքավոր դարձնի։ Եվ այդ արժեքը Քրիստոսի արյան արժեքն է։ Եվ այդ ժամանակ մեր երեխաները միայն չեն ինչ անում, ամբողջովին կենտրոնանում ինչ անեմ, որ հարուստ լինեմ, ինչ անեմ, որ հաջողակ լինեմ, ինչ անեմ, որ առաջինը լինեմ, որպեսզի իմ ծնողներս ինձանով հպարտանան։ Թող իմ երեխեքս վերջինը լինեն, բայց Քրիստոսինը լինեն։ Թող ճանաչեն նրան ու նրան վկա լինեն այս աշխարհի վրա։ Որովհետև Տերը այս ամբողջ աշխարհին ու ինձ ու քեզ ասեց, ճշմարիտ ասում եմ, այդ վերջինները, որ այսօր աշխարհներն են առանձնացնում, ինձ համար առաջինները կլինեն։ Մի խաբվիր, մի չափիր, մի թող որ աշխարհը քեզ ու քո ընտանիքը չափի իր չափանիշով։ Մեր ու մեր երեխաների վրա մի նոր արժեք է եւ դա Քրիստոսի արժեքն է եւ ես ու դու որպես հոգեվոր հայր մենք դրա պարտականություն ունենք ոչ միայն ապրելու այլ նաեւ ապրելով սովորեցնելու մեր երեխեքի մեջ որ ամեն բան հարստությունով չի որոշվում այլ Քրիստոսով է իզուր է քո վազելը ու գիշերներ անկուն անցկացնելը եթե Տերը չօրհնեց ոչինչ չես կարող անել եւ վերջապես 29-րդ համարը Եվ Իսահակը շարունակեց Հակոբին ասելու ազգերը ծառային քեզ եւ ժողովուրդները քեզ երկրպագեն քո եղբոր վրա իշխան եղիր եւ քո մոր որդիքը քեզ երկրպագեն քեզ անիծողները անիծյալ եւ քեզ օրհնողները օրհնյալ լինեն Սա ինչի մասին էր խոսում Սա խոսում էր միանշանակ մի պարզ ու հստակ ճշմարտության մասին որ այն ինչ որ Աստված մեզ տվել է դեռ մեր ծնունդից առաջ Դավիթ այդպես ասեց չէ Դավիթ ասեց դեռ իմ մոր արգանդից ինչ ճանաչեցիր եթե Տերը ճանաչեց ու Տերը ընտրեց Տերը մեզի որոշեց Այսօր երբ որ մենք աշխարհում ենք մենք բոլորս ուզում ենք որ մեր երեխաները միանշանակ կամ բժիշկ լինեն կամ էլ ինչ իրավաբան ու լոյեր Քաղաքական մեծ գործիչներ, մեծահարուստներ, մեծ բիզնեսմեններ։ Եվ ինչ ենք անում։ Եվ նրանց կյանքը ես ու դու ենք որոշում, ես ու դու որպես ծնող։ Ասում ենք, որ սա է քո ուղղությունը, ես սա եմ ուզում, այս դպրոցը պիտի գնաս, այս կրթությունը պիտի ստանաս, այս ուղղությունը պիտի ընտրես։ Ու երբեք հարցում չենք հարցնում, Տեր, դու ինչ ես ուզում իմ երեխուց։ Ինչ ես ուզում, որ նա քեզ համար կատարի։ Սիրելիս դու հասկանում ես, որ ամեն մարդ արարած, որը Աստծո պատկերով ստեղծվեց, այդպես է մեզ Աստծո խոսքը ասում։ Մեր մեջ հոգի կա, որ այդ հոգուն Աստծո պատկերով է ստեղծել։ Ամեն մարդ արարած ունի շնորհք եւ ունի Աստծո առաջնորդություն։ Եվ դու պատկերացնում ես, որպես հոգեվոր հայր, ոչ թե քաջալերում ես, այլ խանգարում ես որ անի այն, որ Տերը որոշել այդ երեխու համար։ Իսահակը օրհնում էր Հակոբին ու ասում էր Տիրոջ պատվերների մասին, Տիրոջ օրհնության մասին, որ Տերը քեզի կօրհնի ու դու Տիրոջ համար առանձնահատուկ ես։ Եկեք չփոխենք, եկեք աղոթենք, հաղորդակցվենք, բայց նաև թողնենք, որ Աստված լինի նրանց կյանքում մեծագույն դերակատարը իսկ մենք որպես հոգևոր հայր աղոթող եւ Աստծո շնորհքով նրանց խրատող ու դաստիարակող իմ սիրելի եղբայրներս հոգևոր հայրեր Տերը մեզի շնորհք անի ու ողորմություն մեզի առաջնորդի որ մինչև մեր ապրած կյանքի վերջի օրերը
մնանք նրա ձեռքին գործիկ։ Մեր տանը մեջ, մեր երեխեքի համար, եկեղեցում, մեր ժողովրդի համար, մեր հայ ազգի, մեր ազգության համար եւ հայ ազգ ազգություններ վերջի վերջո Քրիստոսի ոտքերի տակ ծառա լինելու համար քեզ իմ սիրելիս կանձնեմ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ ամեն հալելույա